Ամերիկյան հարավում մի պատմություն, որ սկսվեց տագնապով, ավարտվեց happy end-ով, մոլորված տատիկն ու 3 թոռները փրկվեցին վերջին մի զանգով։ Կորուստ, բայց վստահության դաշտում Byheart մանկական սնունդը հայտնվեց բոտուլիզմի կասկածի տակ։ Թեստերն ասացին այն, ինչը ընկերությունը չէր ուզում լսել, վտանգը կարող է լինել ամբողջ արտադրանքի մեջ։ Բրբենքում սգում են մի ծառայողի, որի կոստյումը պողպատե չէր, այլ մորթիա։ Սպանված ծառայողական շանս Փայքի հիշատակին քաղաքը ձևավորել է հուշանկյուն։ Գուցե հերոսը 4 թաթ ունի, բայց խիզախությունը նույն չափաբաժնով է։ Հյուսթոնի շուրջը քամին որոշեց իր սեփական վերակառուցման ծրագիրը սկսել։ Տանիքները կիսեց, պատուհանները փշրեց, տները խառնեց։ Լավ նորությունն այն է, որ մարդիկ չտուժեցին, իսկ վատն այն, որ վատ եղանակը դեռևս անավարտ է։ Թրամփը ներեց 2 հնդկավի, բայց խոստացավ, որ տնտեսությանն ու սահմաններին ոչ մի ներում չի լինելու։ Խոսքը թռչունների մասին էր, բայց ակնարկը քաղաքականության։ Ամերիկա-Վենեսուելա գծի վրա Թրամփը դուռ է բացել բանակցության, նախագահը կխոսի Մադուրոյի հետ, եթե դա փրկի կյանքեր, լավ, եթե ոչ, կգնան դժվար ճանապարհով։ Թրամփը բացահայտ նշել է այն, ինչը նախկինում միայն ակնարկում էին, եթե զոհերի գնով սահման չես պահելու, գուցե սեղանի վրա նոր քարտեզ գծես։ Բանակցությունները կարող են դառնալ միակ սահմանը, որ դեռևս չի խախտվել, այս եւ այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ Ողջույն բոլորին, US Armedia YouTube-յան ալիքում ամենագլխավոր լուրերն են, ինչպես արդեն նշել եմ, գոհաբանության շաբաթը ողողելու եմ շնորհակալությամբ։ Շնորհակալ եմ բոլոր այն հանատներին, ընտանիքներին, որոնք ժամանակին գալով Միացյալ Նահանգներ հիմք են դրել հայապահպանության եւ հայկական միջավայրի ստեղծմանը։ Այսօր, երբ Միացյալ Նահանգներում տեսնում ես ոչ թե 1-2 հայկական անկյուն, այլ ամբողջ քաղաք, դպրոցներ, բիզնեսներ, մշակութային կենտրոններ, հասկանում ես, որքան դժվարին ճանապարհ են անցել բոլորը։ Եվ հիմա, երբ մեզ համար համեմատաբար հեշտ է ինտեգրվել, ընկերներ գտնել, գործ սկսել կամ սովորել, պետք է միշտ հիշենք մեզանից առաջ այդ դուռը բացողներին, որովհետև այդ դուռը մենք չենք բացել։ Մեր առաջ բացել են այն մարդիկ, ովքեր երբեմն մենակ, երբեմն անլուր, լուր պայքարել են։ Նրանք հողը չգիտեին, լեզու չգիտեին, բայց գլուխները բարձր պահեցին։ Շնորհակալ եմ ձեզ։ Այս ալիքի ստեղծման գաղափարն էլ հենց այդ նույն առաքելության շարունակությունն է՝ հայապահպանում, հայկական խոսքի ու հայկական մամուլի զարգացումը արտերկրում։ Ու սկսենք լուրերը։ Հարավային շրջաններում մեծ անհանգստությամբ սկսված որոնողական աշխատանքները հաջողավարտ են ունեցել։ ԱՄՆ հարավային անտառներում գտել են մոլորված տատիկին եւ նրա 3 թոռներին, որոնք նախորդ օրն էին կորել ու ընդամենը 1 զանգի միջոցով են դա իմացել։ Ըստ Գրինվիլ շրջանի շերիֆի վարչության ընտանիքը կանգնեցրել էր իրենց մեքենան Caesars Heat State Park ազգային զբոսայգու արահետին մոտ, որն էլ օգնել է բոլորին գտնել ողջ եւ առողջ։ Երկուշաբթի երեկոյան 11-ամյա տղան զանգարել 911 նշելով, որ արդեն 3 ժամ է ինքը, տատիկը եւ փոքրիկ քույրն ու եղբայրը մոլորվել են անտառում։ Որոնողական գործողությունները անմիջապես մեկնարկել են, աշխատանքների ներգրաված է եղել շուրջ 50 փրկարար տարբեր կառույցներից, այդ թվում ազգային գվարդիայից։ Օգտագործվել են անօդաչու սարքեր, ուղղաթիռներ, հատուկ արտաճանապարհային մեքենաներ եւ որոնող շներ։ Ամերիկյան Byheart ընկերությունը, որը մասնագիտացած է մանկական սննդի արտադրության մեջ, պաշտոնապես հայտնել է, որ իր ամբողջ արտադրանքը կարող է լինել վարակման վտանգի տակ, կապված երկրում արձանագրված բոտուլիզմի դեպքերի հետ։ Ընկերության հայտարարության մեջ նշված է, որ փորձարկված 36 նմուշներից 5-ում հայտնաբերվել է Clostridium botulinum type A բակտերիան, որը հարուցում է բոտուլիզմ, ծանր եւ հնարավոր մահացու հիվանդություն։ FDA հաղորդման նոյեմբերի 19-ի դրությամբ առնվազն 31 երեխայի մոտ արձանագրվել են բոտուլիզմի դեպքեր, որոնք կապվում են Byheart Whole Nutrition մանկական խառնուրդի տարբեր առաքումների հետ։ Մահվան դեպքեր չեն գրանցվել բարեբախտաբար։ Բոտուլիզմի առաջին նշանները կարող են ի հայտ գալ մի քանի շաբաթ անց։ Չնայած հայտարարված ազգային հետկանչին, FDA-ը նշել է, որ որոշ խանութներում արտադրանքը շարունակում է վաճառվել։ Ընկերությունը սկսել է ամբողջական ուսումնասիրություն պարզելու վարակման հնարավոր աղբյուրը, ներառյալ մատակարարումները, հումքը, արտադրական գործընթացը, փաթեթավորումը եւ տեղափոխումը։ Մի քանի ծնողներ, որոնց երեխաները հիվանդացել են Byheart-ի արտադրանքի օգտագործումից հետո, դատարան են դիմել պահանջելով փոխհատուցում բժշկական ծախսերի, հոգեբանական եւ այլ վնասների համար։ Հայցերում նշվում է, որ ընկերությունը ցուցաբերել է անփութություն վաճառքի, դնելով պոտենցիալ վտանգավոր արտադրանքը։ Բրբենքի ոստիկանության բաժնի շենքի մոտ օրեցօր մեծացող հուշանկյուն է ձևավորվում նվիրված Spike անունով ծառայողական շանը, որը զոհվել էր ծառայողական առաջադրանքը կատարելու ընթացքում։ Spike-ը սպանվել էր շաբաթ օրը, երբ ստորաբաժանման հետ արձագանքել էր 5-րդ ավտոճանապարհի հատվածում իրավապահների կանգնեցմանը չհնազանդված զինված անձի որոնմանը։
Կասկածյալը, որը ըստ ոստիկանության թաքնվել էր բնակելի թաղամասում, հրազենով հարձակվել էր ու կրակ բացել, որի հետևանքով Սպայկը մահացու վնասվածք էր ստացել։ Նույն կասկածյալը հետագայում սպանվել է ոստիկանների պատասխան կրակից։ Նրա ինքնությունը դեռևս հրապարակված չէ։ Բրբենկի ոստիկանությունը սոցցանցերում Սպայքին նկարագրել է որպես խելացի եւ նվիրված գործընկեր, որը ծառայության ընթացքում անսահման խիզախ էր, իսկ աշխատանքից դուրս մեղմ ու խաղալով տարված։ Ոստիկանության շենքի առջև North 3rd Street-ի եւ Orange Grove Avenue-ի խաչմերուկում բնակիչներն ու կենդանիների սիրահարները ծաղիկներ, նամակներ, խաղարիքներ ու շների գնդակներ են դնում Guardians հուշարձանի մոտ։ Շատերը շների հետ են գալիս հարգանքի տուրք մատուցելու Սպայքի հիշատակին։ Officer Down Memorial Page-ի տվյալներով Սպայքը 2025 թվականին ԱՄՆ-ում ծառայության ընթացքում զոհված 22-րդ ոստիկանական շունն է եւ առաջինը Բրբենկի ոստիկանության պատմության մեջ։ Հյուսթոնից հյուսիս տորնադոն պոկել է տանիքներ, ջարդել պատուհաններ եւ մեծ վնաս հասցրել ամբողջ տարածքին։ Ավելի քան 100 տան բնակիչներ այսօր առավոտից սկսել են լայնածավալ մաքրման եւ վերականգնման աշխատանքներ։ Պաշտոնական տվյալներով տուժածներ կան, վիրավորներ չկան, սակայն ուժեղ քամիներն արմատախիլ են արել ծառեր, խափանել էլեկտրամատակարարումը եւ թողել մեծ քանակի բեկորներ բնակավայրերում։ Միևնույն ժամանակ Միսիսիպի, Ալաբամա եւ Ջորջիա նահանգներում սպասվում են նոր փոթորիկներ եւ տեղումներ։ Հյուսիսային Դակոտայի եւ Մինեսոտա նահանգներում ձյուն է տեղում։ Արդարադատության նախարար Փեն Բոնդին ներկայացրել է Մեմֆիսում իրականացված վերջին 2 ամիսների գործողությունների արդյունքները։ Նշվել է, որ 2024 թվականին Մեմֆիսը գրանցել էր ԱՄՆ-ում հանցագործությունների ամենաբարձր ցուցանիշը, ընդհանուր հանցավորությունը լինելով ազգային միջինից 344%-ով ավելի բարձր։ Վերջին 56 օրում Դոնալդ Թրամփի վարչակազմի նախաձեռնած հանցավորության ճնշման ծրագրից հետո մակարդակը կտրուկ նվազել է։ Իրավապահները գտել եւ ապահով վերադարձրել են 121 անհետ կորած եւ վտանգված երեխայի, կատարել են ավելի քան 3100 ձերբակալություն, որոնցից 327-ը հայտնի հանցախմբի անդամներ։ Բոնդին հավելել է, որ ներկայիս քաղաքականությունը հիմնված է օրենք եւ կարգ սկզբունքի վրա եւ հնչեցրել նախազգուշացում։ Յուրաքանչյուր ոք, ով կատարում է հանցանք, բռնի թե ոչ, կգտնվի ու կպատժվի օրենքի խստությամբ։ Վերջում պաշտոնյաները հայտարարել են, որ Մեմֆիսի օրինակով նույն քաղաքականությունը կարող է կիրառվել նաև այլ մեծ քաղաքներում, եթե տեղական իշխանությունները համաձայնեն համագործակցել։ Օրվա բարի լուրը Սպիտակ տանը կայացել է ԱՄՆ-ում գոհաբանության տոնի ամենաերկար պատմություն ունեցող ավանդույթներից մեկը՝ նախագահի հնդկահավերի ներումը։ Նախագահ Դոնալդ Թրամփը առաջին տիկնոջ Մելանիա Թրամփի հետ պաշտոնապես ներել է Գոբլ եւ Վեդել անուններով 2 հնդկահավերի։ Թեև սկզբում նրանց անվանել է Չակ եւ Նենսի, նկատի ունենալով Սենատի դեմոկրատ առաջնորդ Չակ Շումերին եւ Նենսի Փելոսին, բայց հավելել է, որ վերջիններս ներման արժանի չեն։ Իր ելույթում Թրամփը շնորհավորել է ամերիկացիներին գոհաբանության տոնի առիթով ու ընդգծել, որ երկրի տնտեսությունը պատմական բարձր ցուցանիշների է հասել։ Նա պնդել է, որ իր վարչակազմի ներքո Միացյալ Նահանգները տեսել է ամենամեծ հարկային եւ կարգավորումների կրճատումները, ինչպես նաեւ աշխատատեղերի պատմական աճը։ Թրամփը հայտարարել է նաև, որ նախորդ տարվա հնդկահավերի ներումը անվավեր է, մեղադրելով Ջո Բայդենի վարչակազմին սխալ ընթացակարգի մեջ, սակայն հավելել է, որ համապատասխան հրամանով վերականգնելու է նախորդ տարվա թռչունների կյանքի իրավունքները։ Միջոցառման ընթացքում նախագահն անդրադարձել է մի շարք քաղաքական թեմաների։ Նա կրկին պնդել է, որ երկրի հարավային սահմանը ամբողջությամբ փակ է եւ ոչ մի ապօրինի միգրանտ մուտք չի գործել երկիր վերջի ամիսներին։ Թրամփը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը ավելի անվտանգ քաղաքներից է դարձել, հղում անելով հանցավորության նվազմանը։ Տնտեսական հատվածում նախագահը նշել է, որ գոհաբանության տոնական սեղանի հիմնական մթերքների գները նվազել են, մասնավորապես հնդկահավի, կարտոֆիլի եւ ծվի գները իջել են USDA տվյալներով։ Նրա խոսքով Միացյալ Նահանգներն այսօր աշխարհում ամենաարագ զարգացող տնտեսությունն է եւ երկիրը, որտեղ ներդրումների ծավալը հասել է աննախադեպ մակարդակի։ Ելույթի ավարտին Թրամփը հանդես է եկել խորհրդանշական հայտարարության, պաշտոնապես հայտնելով հնդկահավի լիակատար եւ անպայման նախագահական ներումի մասին, ինչը նշանակում է, որ այն չի հայտնվի տոնական որևէ սեղանի։ Միջազգային թեմաներ են հաջորդի, բայց մինչև դրանք ներկայացնելը թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին Գերիս Մամս Բեքերին, Կոզանյան Meat and Decor Market-ին եւ Cosmo Palace ռեստորան Banquet Hall-ին։ Շարունակենք լուրերը։ Հաջորդը, ինչպես նշեցի, միջազգային թեմաներով է Վենեսուելայի փոխնախագահ Դելի Ռոդրիգեսը ծիծաղելի որակելով Վենեսուելայի Cartel de Solis խմբավորումը արտասահմանյան ահաբեկչական կազմակերպություն հայտարարելը, կոշտ քննադատել է Միացյալ Նահանգներին։
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի ղեկավար Մարկո Ռուբիոն էր ասել, որ այդ խումբը ենթադրյալ տվյալներով թմրանյութեր է ներմուծում Միացյալ Նահանգներ։ Ռոդրիգեսը հայտարարել է, որ նման խումբ իրականում գոյություն չունի։ Միացյալ Նահանգները պնդում է, որ կարտել դե Սոլիսի կամ Արևի կարտելի անդամների թվում են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն եւ երկրի մի շարք բարձրագույն պաշտոնյաներ։ Միաժամանակ Միացյալ Նահանգների պաշտոնյաները մեղադրել են այդ խմբին Վենեսուելայի Տրենդե Արագուա հանցախմբի հետ համագործակցության մեջ, որի կապը Մադուրոյի հետ նույնպես նշվում է Վաշինգտոնի կողմից։ Մադուրոն մշտապես հերքել է որևէ ներգրավվածություն։ Նա իր հերթին մեղադրել է Միացյալ Նահանգներին իշխանափոխության ձգտելու եւ Վենեսուելայի բնական պաշարները, հատկապես նավթը, վերահսկելու նպատակ ունենալու մեջ։ Միացյալ Նահանգներն ամիսներ շարունակ մահաբեր հարվածներ է հասցնում թմրանյութերի մաքսանենգությամբ կասկածվող նավերին Վենեսուելայի ափերի մոտ եւ Լատինական Ամերիկայի Խաղաղօվկիանոսյան տարածքում։ Փորձագետները կասկածի տակ են դրել այդ հարվածների իրավամբ չափությունը եւ այս ամսվա հարցումն էլ ցույց է տվել, որ Միացյալ Նահանգների քաղաքացիներից միայն 29%-ն է աջակցում այն գաղափարին, որ զինվորականները կարող են սպանել թմրանյութերի մաքսանենգության մեջ կասկածվող անձանց առանց դատանի կամ դատավորի ներգրավման։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերալեն Լևիտը լրագրողներին հայտնել է, որ նախագահ Թրամփը չի նախատեսում դադարեցնել կասկածելի նավերի դեմ հարվածները։ Մենք Մադուրոյի ռեժիմը համարում ենք ոչ լեգիտիմ, նախագահը լիովին գոհ է թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող ահաբեկչական խմբերի դեմ իրականացված հաջող հարվածներից։ Նա չի հանդուրժի դա եւ կարելի է ակնկալել, որ հարվածները կշարունակվեն, ասել է Լևիտը։ Վերջին շրջանում նախագահ Թրամփը մեծացրել է ԱՄՆ ռազմական ներկայությունը Կարիբյան հատվածում։ Երկուշաբթի Պուերտո Ռիկոյի Ռուզվելտ Ռոուզի նախկին ռազմածովային բազայում նկատվել են մեծ քանակությամբ ռազմական ավիացիա, ինչը մտահոգություններ է առաջացրել, որ Միացյալ Նահանգները կարող է Արևի կարտելի նոր կարգավիճակը օգտագործել ռազմական գործողությունները հիմնավորելու համար, թե մասնագետները նշում են, որ գործող օրենքը նման քայլի լիազորություն չի տալիս։ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ Արևի կարտելի ահաբեկչական ճանաչումը մեջբերելով նրա խոսքը Միացյալ Նահանգներին կտա լիովին նոր հնարավորությունների շարք։ Մեջբերման ավարտը։ Նախագահ Թրամփը չի բացառում բանակցություն վարել Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի հետ նպատակ ունենալով քննարկել հնարավոր լուծումներ ու կանխել նոր լարվածությունը տարածաշրջանում։ Լրագրողի հարցին, թե ինչու պետք է խոսել Մադուրոյի հետ, եթե Միացյալ Նահանգները վերջերս նրան ճանաչել է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպության առաջնորդ, Թրամփը պատասխանել է, որ եթե կարողանան կյանքեր փրկել ու խնդիրները լուծել հեշտ ճանապարհով, շատ լավ, եթե պետք լինի կօգտագործեն նաև դժվար ճանապարհը։ Այս հայտարարությունն առաջին հստակ ազդանշանն է, որ Վաշինգտոնը պատրաստ է դիտարկել քաղաքական երկխոսություն, անգամ շատ խիստ լարված ֆոնի վրա։ Մի շարք ռազմական փորձագետներ այս հայտարարությունները դիտարկում են ուշադրությունը շեղող։ Միջազգային թեմաներից մեզ առավել հետաքրքիրը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև գրեթե 4 տարի ընթացող պատերազմը կանգնեցնելու ԱՄՆ նոր նախաձեռնությունը սկսում է ընթացք ստանալ։ Երեքշաբթի Աբու Դաբիում մի քանի ժամ բանակցություններ են անցկացվել ԱՄՆ բանակի քարտուղար Դեն Դրիսկոլի եւ ռուսական կողմի միջև։ Նա վերջին երկու շաբաթում է միացել ամերիկյան բանակցային խմբին եւ գլխավորում է խաղաղության հնարավոր համաձայնագրի պայմանների քննարկումը։ Պաշտոնյաները չեն մանրամասնել բանակցությունների բովանդակությունը։ Ուկրաինայի պատվիրակ Ալեքսանդր Բևզն ասել է, որ խաղաղության նախագծի կետերի թիվը կրճատվել է, հանվելով այն դրույթները, որոնք չեն առնչվում Ուկրաինային կամ կրկնվում էին։ Միաժամանակ հերքվել են լուրերը, թե 28 կետանոց փաստաթուղթը դարձել է 19 կետանոց։ Սրան զուգահեռ Սակայն կա մեկ այլ իրականություն։ Ռուսաստանը գիշերը հրթիռային ու անօդաչու հարձակումներ է իրականացրել Կիևի վրա, սպանելով առնվազն 7 քաղաքացու եւ վնասելով շենքեր ու էներգետիկ ենթակառուցվածք։ Իսկ Ուկրաինայի կողմից իրականացված հարձակումը Ռուսաստանի հարավում սպանել է 3 մարդու ու վնասել բնակելի տներ։ Ռուսաստանը գիշերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 22 հրթիռ ու ավելի քան 460 անօդաչու թռչող սարք։ Կիևում ջեռուցումը, ջուրը եւ էլեկտրաէներգիան մի քանի շրջաններում անջատվել են։ Քաղաքի արևելյան հատվածում բազմահարկ շենքում բռնկված հրդեհը մեծ ավերածություններ է առաջացրել։ Ուկրաինայի անօդաչու միջոցների հարձակումն էլ Ռուսաստանի Կրասնոդարի շրջանում եղել է ամենաերկար եւ ամենամեծերից մեկը, հայտարարել է նահանգապետ Կանդրատևը։ Ռուսաստանը հայտնել է, որ ոչնչացրել է 249 ուկրաինական անօդաչու։ Ուկրաինան իր հերթին հայտարարել է, որ թիրախավորել է ավիացիոն վերանորոգման գործարան, անօդաչու սարքերի արտադրամաս, նավթավերամշակման գործարան եւ նավթային տերմինալ։ Սա պատերազմի սկսվելուց ի վեր Ուկրաինայի 4-րդ ամենախոշոր անօդաչու հարձակումն է Ռուսաստանի դեմ։
Վենեսուելայի թեմայից բացի այս հարցին Թրամփը նույնպես անդրադարձել է Air Force One-ում Թրամփը հայտարարել է, որ վերջին օրերին տեղի ունեցած շփումները կարևոր հիմք են ստեղծել խաղաղ պայմանավորվածության համար։ Նա հաստատել է, որ Վաշինգտոնն արդեն սկսել է անմիջական խոսակցություններ Ռուսաստանի հետ։ Բանակցությունների առանցքում մնում է սահմանների եւ տարածքների հարցը։ Նախագահն նշել է, որ կողմերը փորձում են ձևավորել սահման, որը չի բաժանի քաղաքներ եւ մայրուղիներ։ Միացյալ Նահանգների նախագահը հաստատել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ցանկություն ունի այցելելու Վաշինգտոն, սակայն այցը տեղի կունենա միայն այն դեպքում, երբ բանակցություններում լինի իրական արդյունք։ Ամերիկյան պատվիրակությունը ըստ նախագահի նախատեսում է մեկնել Մոսկվա հաջորդ փուլը շարունակելու համար։ Այցը սպասվում է առաջիկա օրերին։ Լրագրողների հարցին, թե արդյոք Ուկրաինան ստիպված է լինելու զիջել տարածք Ռուսաստանին, նախագահը պատասխանել է. Պատերազմի ընթացքը շարժվում է մեկ ուղղությամբ եւ առաջիկա ամիսներին այդ տարածքները կարող են ռազմական ճանապարհով անցնել Ռուսաստանին։ Հարցն այն է՝ շարունակել կորցնել տասնյակ հազարավոր կյանքեր, թե որոշում կայացնել հիմա։ Այս խոսքերն առաջին անգամ բաց տեքստով հուշում են, որ Վաշինգտոնը բանակցությունների ընթացքում դիտարկում է տարածքների փոխանցման գաղափարը որպես պատերազմի դադարեցման պայման։ Նախագահի ձևակերպմամբ Ռուսաստանից ակնկալվող գլխավոր զիջումը պատերազմը դադարեցնելն է, որը կկանխի նոր տարածքների գրավումը։ Այսօրվա համար այսքանը, մեկ խնդրանք միայն, բաժանորդագրվեք ալիքին, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։